Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի ուղիղ եթերում ձեր ձայնը կրկին լսելի է։ Ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ մեզ հետևել ոչ միայն FM հաճախականությամբ, այլև մուտք գործել arm.radio.am կայք, դիտել կոճակը սեղմել, դիտել այդ տարբերակով եւ իհարկե Facebook-յան հարթակի միջոցով հայատար գրում եք Հայաստանի հանրային ռադիո, մուտք գործում հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջ եւ հետևում լայվին։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է պետական турքի արտոնություններ սահմանող օրենքը, որը նախատեսում է ազատել բռնության ենթարկված անձանց պետական турքի վճարումից մի շարք դատական գործընթացներում։ Այս օրենսդրական փոփոխությունը կարող է իրական ազդեցություն ունենալ ընտանեկան բռնության ենթարկված անձանց կյանքի վրա։ Մանրամասներ կներկայացնի նախագծի հեղինակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Զարուհի Բաթոյանը։ Բարև ձեզ, Տիկին Բաթոյան։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ շնորհակալ ենք նաև, որ մշտապես ուշադրության կենտրոնում եք պահում մարդու իրավունքները, լինի երեխա, կին, տղամարդ, եւ փորձում եք ձեր նախագծերով եւ որոշակի առաջարկություններով փոփոխել դեպի լավը մարդկանց կյանքը, ազատելով տարատեսակ խնդիրներից։ Կարծես թե այս տարբերակն է հենց այդ մասին խոսում։ Նախ եւ առաջ Տիկին Բաթոյան կխնդրեի ներկայացնել որներ այս օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակը, ինչպիսին էր նախկինում եւ ինչ խոչընդոտներ կային, որ հիմա արդեն ավելի կհեշտանա ու դյուրին կդառնա։ Թույլ տվեք մինչ այդ ես էլ շնորհակալություն հայտնեմ ձեզ այդ թեմաները լուսաբանելու համար, որովհետեւ այն ոլորտը, որտեղ ես աշխատում եմ եւ որն ինձ համար առաջնահերթություն է, շատ փոփոխություններ գուցե չկարողանա տեսնել, եթե հանրային լուսաբանում չլինի, հանրային կրթություն չլինի, այդ իմաստով դուք եւս շատ կարեւոր գործառույթ եք իրականացնում, ձեզ շնորհակալ եմ։ Փոփոխությունները եկել են հասարակական կազմակերպությունների կողմից, որովհետև հենց նրանք են աշխատում բռնության ենթարկված անձանց հետ, հատկապես ապաստարաններում ապրող կանանց հետ եւ տարբեր մարզերում իրենց դիմող շահառուների հետ։ Ընդհանրապես մենք հիմնականում ունենք արտոնություններ պետական турքի ոլորտում, եթե անձը դիմում է դատարան, այսինքն այս իմաստով շատ այդպես լուրջ խնդիրներ չկային, բայց ի հայտ էր եկել մի բաց, երբ քաղաքացին, այսինքն բռնության ենթարկված անձը պետք է բողոքարկեր մի քանի որոշում, հիմա կասեմ այդ որոշումները որոնք են, եւ նաեւ ընտանեկան հարցերով որոշակի հայցերի դեպքում, եթե դիմում էր դատարան։ Մասնավորապես, եթե բողոքարկում էր նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատական ակտը։ Ինչի մասին է սա, երբ ոստիկանությունը կայացնում է նախազգուշացման կամ անհետաձգելի միջամտության որոշում, բռնարարը, ենթադրյալ բռնարարը կարող է բողոքարկել այդ որոշումը եւ սովորաբար բողոքարկում են եւ որpիսի անձը, ով բռնության է ենթարկվել, այդ որոշման չեղարկումը բողոքարկի, այսինքն կրկին հայցի պաշտպանության համար, այս դեպքում պետք է պետական турք վճարեր։ Եվ բացի այդ, նաև պետական турք էր սահմանված նրանց համար ընտանեկան հարցերի դեպքում, մասնավորապես ամուսնալուծության դեպքում, երեխաների իրավունքների պաշտպանության դեպքում, երբ օրինակ խոսքը վերաբերում է երեխայի բնակության վայրը որոշելուն, տեսակցության կարգին, երեխայի կրթությանը, դաստիարակությանը վերաբերող հարցերին, ինչպես նաև եթե հայցադիմում էր ներկայացվում երեխայի պարագայում հայրությունը, որոշելու կամ ծնողական իրավունքները սահմանափակելու կամ դրանք ծնողական իրավունքներից զրկելու պարագայում, այս պարագայում եւս կար պետական турք սահմանված եւ իդեպ յուրաքանչյուր երեխայի համար առանձին։ Այսինքն եթե ընտանիքում կա 4 երեխա եւ այդ խնդիրը առկա է, փաստորեն ստացվում էր բավականին կլորիկ գումար։ Այո, այդտեղ սկսած 10,000 դրամից մինչև կարող էր հասնել 100-120,000 դրամ եւ ել չեմ խոսում այն մասին, որ բռնության ենթարկված անձինք նաև դատապաշտպանի, այսինքն իրավապաշտպանի, փաստաբանի եւ այլ ֆինանսական խնդիրներ ունեին, ֆիզիկական, հոգեբանական ծանր իրավիճակում գտնվելով իրենք նաև սոցիալական ծանր կացության մեջ էին հայտնվում եւ լրացուցիչ ֆինանսական բեռ էր սա իրենց համար եւ այս խնդիրը լսելով մենք քննարկեցինք նախագիծը կառավարության հետ եւ այն արդեն ընդունվեց
շուտով մոտ 10 օր հետո այն կմտնի ուժի մեջ։ Եվ բազմաթիվ հարցեր կհեշտացնի առավելապես, ստացվում է այդպես։ Մենք խոսում ենք բռնության ենթարկված անձանց մասին, եւս մեկ անգամ կուզեի հատուկ մեր ռադիոլսողներին ներկայացնենք բռնության այն տարբերակները, որովհետեւ երբ ասում ենք բռնություն, սովորաբար առաջին հերթին գալիս է ֆիզիկական բռնությունը, այն պարագայում, որ բռնությունը միայն ֆիզիկական չի լինում։ Իհարկե, ընտանեկան բռնության տեսակները 5-ն են, դրանք սահմանված են օրենքով, բավականին մեծ բացվածք ենք տվել մոտ 1.5-2 տարի առաջ կատարած մեր փոփոխությամբ, եւ դրանք 5-ն են, ինչպես արդեն նշեցի, ֆիզիկական բռնություն, սեռական բռնություն, հոգեբանական բռնություն, տնտեսական բռնություն եւ բռնության տեսակ է համարվում, ընտանեկան բռնության տեսակ է համարվում նաեւ անտեսումը։ Եթե այս 5 տեսակները, տեսակներից որևէ մեկով իրականացվում է բռնություն, ապա բնականաբար դրանք պատժելի են օրենքով, բացի ընտանեկան բռնության մասին օրենքը, նաեւ քրեական օրենսգիրքն է որոշակի պատժամիջոցներ սահմանում եւ ավելի ծանր պատիժ է սահմանված հենց ընտանիքի անդամների, զուգընկերների կամ նախկին ամուսինների, նախկին զուգընկերների համար։ Այստեղ եթե վիճակագրությունն ենք նայում, ապա կարող ենք ասել, որ հարյուրավոր մարդիկ դատարան չէին կարողանում դիմել զուտ ֆինանսական պատճառով, ինչպես դուք մատնանշեցիք, այս փոփոխությունից հետո ստացվում է, որ կարելի ասել ինչ որ չափ այս խոչընդոտը վերանում է, բայց այստեղ մենք նաև անդրադարձանք հոգեբանական մարդու հոգեբանական վիճակին, արդյոք կարող ենք ասել, որ պատկերը որոշակիորեն փոխվել է։ Ենթադրենք մի քանի տարի առաջ ինչպես էր, հիմա ինչպես է, վստահության շեմը, ի վերջո մենք գիտենք, որ բազմաթիվ կանայք բռնության էին ենթարկվում եւ նույնիսկ ոստիկանություն չէին դիմում, որովհետեւ այնտեղ էլ կամ չէին հավատում, կամ ինչ որ առումով ծաղրի էին ենթարկում։ Մի խոսքով մենք գիտենք, որ մեր մտածողության պարագայում բազմաթիվ հավելյալ արհեստական խնդիրներ էին ի հայտ գալիս եւ սա ուղղակի որոշում էր, որ ավելի լավ է ոչինչ չանի։ Իհարկե փոփոխությունը կա եւ դա ակնհայտ է։ Վիճակագրությունը եւս խոսում է այդ մասին, որովհետեւ վիճակագրությունը ավելացել է, թվերը ավելացել են։ Իհարկե սա այն մասին չէ, որ բռնությունը ավելացել է, պարզապես մարդիկ ավելի հաճախ են դիմում իրավապահ մարմիններին եւ սա առաջին հերթին կարծում եմ խոսում է նախ իրազեկության մասին եւ երկրորդ նաեւ վստահության մասին իրավապահ համակարգի։ Մենք իհարկե բազմաթիվ խնդիրներ դեռևս ունենք, որոնք լուծված չեն, բայց որոնց ուղղությամբ մենք հետևողականորեն աշխատում ենք։ Ես այստեղ կարևորում եմ նաեւ ծառայությունների տրամադրումը, որը այսօր առնվազն ոչ միայն հասարակական կազմակերպությունների կողմից է տրամադրվում, կանանց իրավունքներով զբաղվող, այլ նաև պետության կողմից։ Կառավարությունը ֆինանսավորում է այն հասարակական կազմակերպություններին, որոնք աջակցություն են տրամադրում բռնության ենթարկված անձանց։ Մի քանի ծառայություն պետության կողմից ֆինանսավորվող իրականացնում են հասարակական կազմակերպություններ։ Դրանք նախ հոգեբանական, խորհրդատվական ծառայություններ են, այսինքն մարդիկ կարող են նաև թեժգծից օգտվել, պարզապես խորհրդատվություն ստանալ, հոգեբանի հետ զրուցել եւ այլն, այսինքն կան կազմակերպություններ, որոնք կարող են լսել այս մարդկանց։ Նույնիսկ ապաստարան։ Այո, երկրորդը սրա մասին է ուզում ասել, որ կա նաև ապաստարանի ծառայություն, որը եւս 20 թվականից ֆինանսավորվում է կառավարության կողմից եւ այստեղ եւս եւ հասարակական կազմակերպություններն են իհարկե ներդրումներ անում եւ պետությունը։ Բացի այդ կա նաև եւս երկու ծրագիր, որոնցից մեկը ֆինանսական աջակցություն է, մինչև 150,000 դրամի սահմաններում է տրամադրվում։ Այստեղ մենք խոսում ենք հրատապ աջակցության մասին, երբ կա շատ անհապաղ օգնության կարիք, եւ նախարարությունը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը իրականացնում է նաև կանանց տնտեսական հզորացման ծրագիր, որովհետև կանայք իհարկե շատ ավելի ուժեղ են եւ ինքնուրույն են, երբ կարող են ինքնուրույն վաստակել եւ հոգալ իրենց կենսական պայմանները։ Այդ իմաստով ծառայությունները բազմաթիվ են այն իմաստով, որ դրանց ոչ ամբողջական մասն է գուցե հասանելի բոլոր կանանց, որովհետև մենք աշխատում ենք, որ դրանք հավասարապես
եւ մարզերում ապրող եւ մայրաքաղաքում ապրող կանանց հասանելի լինեն, բայց միևնույն է ռեսուրսների մասով դեռևս ունենք խնդիր եւ այստեղ է որ մեզ օգնության են գալիս հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց կողմից եւ իրենց աջակցությամբ այդ ծրագրերը իրականացնում են։ Իմիջիալից ուզում էի անդրադառնալ հասարակական կազմակերպություններին, որովհետև մեծամասամբ բազմաթիվ խնդիրների ծանոթանում ենք հենց հասարակական կազմակերպությունների աշխատանքի շնորհիվ, նրանք են ի վերջո շփում ունենում մարդկանց հետ, բռնության ենթարկված մարդկանց հետ եւ նրանց հետևողականության գուցե այդ բառը գործած է մեզ բարակայում շնորհիվ է որ վեր են հանվում խնդիրներ, մարզային խնդիրներ ի վերջո նաև մատնանշենք մի կարևոր հանգամանք, որ Երևանում եւ մարզերում իրավիճակը ինչ որ առումով նաև փոխվում է, հա, ավելի եթե այսպես դիտարկենք, խոցելի են բնականաբար մարզերում բնակվող մարդիկ, զուտ մտածողության, շատ այլ հարցերի դեպքում, թե չէ մեր պարագայում օրենքը նույնն է։ Այստեղ հասարակական կազմակերպությունների աշխատանքի դերի մասին կուզեի խոսեիք։ Գիտեք, իհարկե տեղեկացվածության իմաստով գուցե շատ վստահ չեմ կարող ասել, այո, մարզերը մի փոքր ավելի խոցելի են ինչ իմաստով, որ այնտեղ նաև բռնությունը ճանաչելու խնդիր կա շատ հաճախ, հա, այսինքն երբ մեր իրավունքները սահմանափակում են, երբ փորձում են բռնանալ, միշտ չէ որ կանայք, հատկապես երիտասարդ կանայք կարող են դա իդենտիֆիկացնել որպես բռնություն։ Սա շատ կարևոր է։ Այդ տեսանկյունից, այո, կարծում եմ, որ մարզերում դեռևս շատ ունենք անելիք, բայց բռնությունը տարբեր է լինում։ Երևանում էլ կամ մեծ քաղաքներում կարող են այլ տեսակի բռնության տեսակներ տարածված լինել եւ նաեւ պատահական չէ որ մենք միշտ ասում ենք ընտանեկան բռնությունը չի ճանաչում սոցիալական կարգավիճակ, չի ճանաչում, չգիտեմ, ոլորտներ, օրինակ այս կամ այն ոլորտում աշխատող կանանց ավելի քիչ են բռնության ենթարկում եւ այլն, չկա այդպիսի բան։ Նույնիսկ բարձր պաշտոն զբաղեցնող, նույնիսկ բարեկեցիկ թվացial, հա, բարեկեցիկ կյանքով ապրող անձանց շրջանում դա կարող է հանդիպել, կարող ենք դա տեսնել։ Մարզերում իհարկե հատկապես կարևոր է հասարակական կազմակերպությունների դերը, այո, որովհետև մենք պիտի մարդկանց մոտ լինենք հնարավորինս, քանի որ դեռ Հայաստանում համայնքահենք ծառայությունները տարածված չեն, այստեղ իսկապես օգնության են գալիս մարզերը, որովհետև բոլոր այն ծրագրերը, որոնք ես նշեցի, դրանք իրականացվում են կառավարության կողմից, բայց համայնքը եւս պետք է այստեղ մեծ դեր եւ աջակցություն ունենա, իսկ համայնքի հետ ավելի շատ աշխատում են հասարակական կազմակերպությունները։ Այստեղ գործակցությունն է շատ կարևոր միմյանց հետ, որպեսզի գալ ընդհանուր հայտարարի։ Հետաքրքիր մի բան էլ ասացիք, որ տնտեսապես երբ կինը ապահովված է, ավելի ամուր է կանգնած իր ոտքերի վրա, այս պարագայում մենք կարող ենք ասել, որ եթե մեր ծնողների սերունդը, հա, այսպես տարիքային տարբերություններ դնենք, ավելի շատ հիմնականում նեղ մասնագիտական ուղղվածություն չունեին, գուցե շատերն ինստիտուտն ավարտել էին եւ որևէ փորձառություն չունեին, որովհետեւ իրենց կյանքը նվիրել էին ընտանիքին, երեխաներ մեծացնելուն, այս պարագայում նրանց խնդիրն ավելի բարդ է, որովհետեւ նրանք անհանգստանում են, որ եթե այդ դռներից դուրս գան, ապա կհայտնվեն անենալերի վիճակում եւ չեն ունենա ֆինանսական աջակցություն, ինչը չենք կարող ասել արդեն եկող սերնդի մասին, որովհետև մենք տեսնում ենք կտրուկ փոփոխված տարբերակ, կանայք ավելի նախաձեռնող են, ավելի ամուր են կանգնած իրենց ոտքերի վրա, կարող ենք ասել, որ ժամանակի ընթացքում այս խնդիրը իսկապես գուցե շատ ավելի քչանա զուտ պայմանավորված նրանով, որ կանայք ձեռք են բերում մասնագիտություն եւ ուշադրություն են դարձնում նաեւ իրենց կարիերային։ Ես հույս ունեմ, որ այո, որովհետև շատ պարզ բան ասեմ, որ նախկինում օրինակ ընդունված չէր, երբ ժառանգություններ տրամադրվում կամ հա օրինակ բնակարան ուներ ընտանիքը, աղջիկը պիտի ամուսնանար ու գնար եւ իրեն այդ տանից, հա, օրինակ այսպես ասած, բաժին միշտ չէ որ հասնում էր կամ իրավունքի տեսանկյունից, այո, կամ օրենքի տեսանկյունից իհարկե իրավահավասարությունը կար, բայց մշակույթ որպես այդպիսին, հա, ընդունված ավանդույթ չկար։ Եվ այսօր էլ շատ կարևոր է հենց աղջիկների հզորացումը, կանանց համար տնտեսական հնարավորությունների ստեղծումը եւ սկսած այո բնակարանից մինչև աշխատանք, մասնագիտություն, կրթություն եւ տեղեկացվածություն։ Այս իմաստով ես հույս ունեմ, որ այո նոր սերունդը, երիտասարդ սերունդը շատ ավելի ուժեղ կլինի այդ իմաստով,
բայց մեկ այլ բան կա, մենք ունենք արդեն նոր մարտահրավերներ։ Բռնության տեսակները նաև երբեմն ոչ թե վերափոխվում են, այլ միջոցներն են սկսում փոխվել։ Օրինակ, մենք այսօր ավելի հաճախ ենք տեսնում ինտերնետի միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կիրառվող բռնությունը, ատելության խոսքը, կարծրատիպերը եւ այլն, եւ այդ ամենի զոհը կրկին առաջին հերթին դառնում են կանայք, հաշմանդամություն ունեցող կանայք, դառնում են կանայք, որոնք բոլորին նման չեն, ճակերտավոր ասած, եւ մեր հասարակության, այսպես ասած, սպասելիքներին գուցե նախնական, այսպես իրենց մտածած սպասելիքներին, նախնական սպասելիքներին չեն համապատասխանում եւ այլն։ Այսինքն մենք այստեղ էլ արդեն նոր մարտահրավերներ ունենք, հետեւաբար սա անընդհատ ուրեմն գործընթաց է, որը մենք միշտ պետք է մեր ուրեմն ձեռքը պահենք զարկերակի վրա եւ հասկանանք որտեղ ունենք խնդիր, որպեսզի դրան շատ արագ արձագանքենք։ Եթե հնարավոր են որոշ օրենքներ փոփոխության ենթարկել կամ նորերն ու ավելի արդյունավետները ստեղծել, ապա մտածողություն փոխելը շատ ավելի բարդ է։ Դուք հենց նոր խոսեցիք մտածողության մասին, որը վաղուց արդեն պիտի փոփոխված լիներ, որովհետև հաճախ ենք լսում արտահայտություն, որ մենք առանց էլ բարդ այս աշխարհում էլ ավելի արհեստական բարդացնում ենք մեր կյանքը։ Ձեր մատնանշած հեյթերը եւ տարատեսակ մեկնաբանությունները հաճախ կանանց վերաբերող գրում են հենց կանայք։ Այստեղ ինչը այնչի, որ կինը կնոջն է վիրավորում եւ հաճախ կնոջը ոչ հարիր արտահայտություններով։ Սա լրջագույն խնդիր է, գուցե կենցաղային մակարդակում, բայց սա իսկապես ազդում է նաեւ զոհի հոգեբանական վիճակի վրա։ Նա արդեն կոտրված է եւ դրա հետ մեկտեղ նաեւ մեղավոր է դառնում զոհը։ Շատ հաճախ։ Ես իհարկե շատ այսպես հիմա գուցե սիրողական պատասխանեմ ու սուբյեկտիվ, այլ կերպել երևի չեմ կարող։ Նախ ես կարծում եմ, որ այդ կանայք եւս զոհ են, որովհետեւ իրենք փորձում են իրենց զատել այդ իրավիճակից եւ իրենք փորձում են երբեմն կամ հաճախ ընդունելի դառնալ այն աշխարհում կամ այն մարդկանց համար, որոնց շրջանում ավելի ընդունելի է օրինակ բռնությունը, ավելի ընդունելի է, չգիտեմ, մերժումը եւ այլն։ Դա երբեմն լինում է օրինակ նաեւ տղամարդկանց հաճոյանալու համար, որովհետեւ քանի որ ես հիմա սեքսիստական բաներ եմ գուցե մի քիչ ասում, բայց ընդհանրացնում եմ, ոչինչ, թող ինձ ներեն տղամարդիկ, բայց այս պարագայում, երբ մենք այս տեսակ խնդիր ենք տեսնում, մենք պիտի հասկանանք, որ այդ մարդը եւս խնդրեմ ունի, որովհետեւ մեծամասնամբ հիմնականում, մենք գիտենք, որ այդ ուժի սահմանափակման, ուժի կիրառման, ուրեմն կիրառումը իրականացվում է տղամարդկանց կողմից։ Ես իհարկե բոլորի մասին չեմ խոսում, դա հասկանալի է։ Եվ այս տեսանկյունից այս կանայք ուզում են իրենց իդենտիֆիկացնել ավելի շատ այս մեծամասնության խմբի հետ։ Եվ դա է պատճառը իմ կարծիքով, որ իրենց զատում են կանանցից եւ այս դեպքում մենք արդեն իհարկե չենք տեսնում կանացի սոլիդարություն ասվածը։ Ես կարծում եմ, որ բոլորը օգնության կարիք ունեն, այդ թվում նաև իրենք եւ պիտի ըմբռնումով մոտենալ, մյուս կողմից մենք պիտի կարողանանք այնպիսի տեղեկություններ տրամադրենք, այնպես տեղեկացնենք նաև ծառայությունների մասին, կրթական ծրագրերի եւ հնարավորինս շատ խոսենք, որպեսզի այս կանայք եւս կարողանան հասկանալ իրենց խնդիրը, որն է իրենց խնդիրը, նախ հասկանան, որ իրենք էլ խնդիր ունեն եւ այդ ուղղությամբ փորձեն աշխատել։ Ես միշտ հիշում եմ մարդարության համար պիտի նշել այս բարդ աշխարհում ոչ միայն կանանց է դժվար ապրել, այլև տղամարդկանց, որովհետև մեր մտածողությամբ արհեստածին ստեղծված ինչ որ բարդույթներ կապել ենք մարդկանց վզերին եւ տղամարդիկ այլ խնդիրներ պիտի հաղթահարեն, կանայք այլ խնդիրներ։ Միանշանակ, որովհետև այստեղ դուք ճիշտ եք ասում եւ մենք միշտ նշում ենք, որ կանանց իրավունքները միայն կանանց մասին չէ։ Կանանց իրավունքների պաշտպանությունը բխում է նաև տղամարդկանց իրավունքներից եւ տղամարդկանց շահերից, որովհետեւ երբ մենք խոսում ենք հավասարության մասին, մենք խոսում ենք այո նաև տղամարդկանց մասին։ Այդ կարծրատիպերը, եթե մարդիկ ապրում են մի միջավայրում, որը լի է կարծրատիպերով ու սահմանափակումներով, դա չի կարող միայն մեկ խմբի վերաբերել։ Հետևաբար, եթե մենք փորձում ենք ազատվել կարծրատիպային մտածողությունից,
միանշանակ դա դրական է ազդելու բոլոր մարդկանց վրա, այդ թվում տղամարդկանց։ Դուք հիմա կարծես պարարտ հող եք նախապատրաստում եկող սերնդի համար, որովհետև նրանք վստահաբար կարելի ասել մեծամասնությունը գոնե բազմաթիվ կարծրատիպերի ձեռք են լինելու եւ կկարողանան այս գործիքակազմը ճիշտ օգտագործել ի նպաստ սեփական իրավունքները պաշտպանելու։ Վերադառնանք նախագծին նաեւ, նախագիծը հիմնվել է նաեւ միջազգային կառույցների հանձնարարականների վրա, ինչ միջազգային պարտավորություններ էր սա իրականացնում։ Մենք իհարկե միջազգային կոնվենցիաներ ունենք վավերացրած եւ որոնք հատկապես կանանց իրավունքների եւ կանանց հանդեպ բռնության ուրեմն նվազեցմանն են ուղղված, պարտավորությունները հիմնականում այստեղ դատական մատչելությանն է ուղղված, դատարանների մատչելությանը, արդարադատության մատչելությանը եւ մենք պիտի ապահովենք, այսինքն հանձնարարականը հիմնականում այն էր, որ մենք պիտի քննարկենք բոլոր այն խոչընդոտները, որոնք կան ընթացակարգային եւ հատկապես արդարադատության հասնելու իմաստով եւ դրան ուղղված քայլեր ձեռնարկենք։ Եվ քանի որ օրենքը ընդհանրապես ընտանեկան բռնության մասին օրենքը ընդունվել է 2017 թվականին եւ 18-ից ուժի մեջ մտել, այն բավականին, այսպես ասեմ, երիտասարդ է մյուս օրենքների համեմատ եւ փորձը պրակտիկան նոր է, հետեւաբար մենք պարբերաբար պիտի վերանայումներ անենք եւ ոչ միայն այս օրենսդրության, այլ ինչպես տեսակ օրինակ պետական турքի, որը վերաբերում է, հա, որովհետև մենք 2 տարի առաջ հիշում ենք մեծ փաթեթ ընտանեկան բռնության մասին օրենքի, քրեական օրենսգրքի եւ այլ օրենքների մեծ փաթեթ ընդունեցինք, բայց օրինակ պետական турքին չէինք անդրադարձել։ Եվ հետեւաբար սա հենց պրակտիկան փորձն է թույլ տալիս, որ մենք անընդհատ վերանայենք եւ բարեփոխենք մեր օրենսդրությունը։ Այստեղ փորձում եք նաև այնպես անել, որ որքան հնարավոր է պետությունը ոչ միայն օրենսդրորեն պաշտպանի, այլև գործնականում մաչելի դարձնի արդարադատությունը եւ վստահելի։ Սա եւս շատ կարեւոր է, կարծրատիպային մտածողություն է նաև, որը շատ վաղուց եկել է, որ միևնույն է ազնիվ չեն, արդար չեն հավատում, արդեն գնում են առանց հավատի եւ այստեղ բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում նաև հենց իրենք։ Ես կուզեի խոսեինք նաև կանխարգելման մասին, որովհետեւ նման փոփոխությունները միտված են կանխարգելելու, հա, որպեսզի իրավիճակ փոխվի եւ հաջորդը արդեն էլ այդ խնդիրների առաջ չկանգնի։ Բացի այս տարբերակից, այլ ինչ կանխարգելիչ միջոցառումներ են եղել, որ դուք տեսնում եք առօրյական միջավայրում հետաքրքիր փոփոխություն։ Կանխարգելող հիմնական գործողությունը միջոցառումը ես կարծում եմ կրթությունն է եւ մենք կրթության ոլորտում էլ նաեւ չափորոշիչները վերանայելիս հատկապես ուշադրություն ենք դարձնում աղջիկների եւ տղաների, կանանց եւ տղամարդկանց վերաբերյալ ուրեմն կրթությանը, կարծրատիպերից զերծ կրթությանը եւ այլն եւ այս ուղղությամբ եւս էլի մշտական աշխատանք է հարկավոր, որովհետեւ մենք հենց դպրոցում պիտի կարողանանք կրթել երեխաներին, որպեսզի իրենք այդ հավասարության մթնոլորտում մեծանան, կրթություն ստանան եւ բացառեն բռնությունը։ Բացի այդ բազմավոլորտ է, հա, այս խնդիրը տարբեր ոլորտների է իրար կապում, շատ կարևոր են իրավապահ համակարգի վերապատրաստումները, որը բազմաթիվ ուրեմն մասնագետների կրթել է արդեն նախորդ տարիների ընթացքում եւ սա եւս շատ կարեւոր է, որովհետեւ ոստիկանական համակարգը եւս կրթության կարիք ունի։ Մենք շատ հաճախ ենք լսում հատկապես բողոքներ ոստիկանների մասով, այժմ այդ բողոքները բավականին նվազել են եւ բավականին կարևոր փոփոխություններ ունենք։ Ես չեմ կարող ասել, որ մենք ամբողջությամբ այդ խնդիրը հաղթահարել ենք, բայց կարևոր է, որ համակարգն էլ է փոխվում, այսինքն արդեն ինքը էլի դառնում է աջակցող։ Կարող ենք ասել, որ երբ դիմողը արդեն գրագետ է մոտենում հարցին եւ գիտի իր իրավունքներն ու ասում է սա եւ կետերով էսպես շեշտադրում է, արդեն իրավապահ մարմինների վերաբերմունքն էլ է փոխվում։ Իհարկե, բայց մենք այստեղ չպիտի պարզապես մեր հույսը դնենք դրա վրա, որովհետեւ իրավապահ մարմինը ինքը պարտավորություն ունի, բայց այն թվերը, որոնք աճել են վիճակագրության մեջ, սա ցույց է տալիս, որ իրավապահ մարմինը եւս փոխվել է, այսինքն մարդիկ ավելի շատ են վստահում եւ ավելի համարձակ են դիմում։ Մենք շատ լուրջ խնդիր ունենք այսօր դատական համակարգում, դատավորների, կարծում եմ, կրթության, վերաբերմունքի հետ կապված, վարչարարության հետ կապված, օրինակ
ոստիկանությունում գուցե վերաբերմունքի իմաստով մենք կարևոր դրական փոփոխություններ ունենք, բայց օրինակ այն վիճակագրությունը, որը ցույց է տալիս, երբ որոշումները դատարանում վիճարկում են, այսինքն ոստիկանության ընդունած որոշումները, նախազգուշացման կամ անհետաձգելի միջամտության մասին որոշումները մեծամասամբ կամ մեծ թվով վիճարկում են դատարաններում։ Սա նշանակում է, որ մենք վարչարարությունը ճիշտ գուցե իրականացնելու խնդիր ունենք մի կողմից, մյուս կողմից դատավորների կրթության, վերաբերմունքի, մտածողության, այո, խնդիր ունենք եւ իհարկե բոլոր այս ոլորտները իրար հետ սերտորեն կապված են, այսինքն յուրաքանչյուրս իր տեղում պիտի այդ փոփոխությունները իրականացնի։ Արդյոք այստեղ շատ կարևոր է նաեւ աղջկա ընտանիքի դերը, որովհետեւ երբ աղջիկը գիտի, որ իր ծնողները զերծ են այն կարծրատիպերից, որոնք վայ ամոթ է ինչ ես ասում, մնա տանջվի, տառապի, բայց չգաս հարևաններն ինչ կասեն, սա կա։ Ուզենք թե չուզենք, եւս շատ կարեւոր է։ Մենք խոսում ենք ընդհանուր կրթության մասին, դպրոցներից եւ այլն, բայց չէ որ այդ մտածողությունը նաեւ գալիս է ընտանիքից։ Երեխան որքան էլ սովորի դպրոցում, այդուհանդերձ գնում է այն ընտանիք, այն տուն, որտեղ կրում են այլ մտածողություն։ Իհարկե, բայց այստեղ էլ մենք նորից պիտի խոսենք հանրային կրթության մասին։ Այսպիսի եթերները, այլ լրատվամիջոցների իրականացրած ծրագրերը, որոնք ուղղված են հանրային իրազեկության եւ հասարակական կազմակերպությունների կողմից, դրանք պիտի նպաստեն եւ մյուս կողմից էլ գուցե ելի ժամանակ է հարկավոր, որովհետեւ սերունդը պիտի փոխվի, բայց փորձը ցույց է տալիս, որ երբեմն ինքը անձը երբ ուժեղ է, կարողանում է գիտելիքով օժտված, գիտելիքներով զինված եւ գիտի ուր դիմել, ինչպես վարվել այս կամ այն պարագայում, նույնիսկ ընտանիքի, այսպես ասեմ, ավելի քիչ իրազեկված լինելու պարագայում կարողանում է այդ ինքնաջակցությունը ստանալ, ցուցաբերել։ Հետևաբար շատ կարևոր է հենց անձանց վրա ուշադրություն դարձնել, այո, ընտանիքները այդպիսին են, երբեմն նաև սոցիալական խնդիրներն են ստիպում մարդուն ուղղակի լքել ընտանիքը կամ ընտանիքին, այսպես ասեմ, ստիպել, որ մարդուն չընդունեն, որովհետև բավարար պայմաններ չունեն եւ այլն։ Այսինքն այս խնդիրները այո բազմաթիվ են ու փոխկապակցված։ Բայց այդուհանդերձ մարտական եք տրամադրված, որպեսզի կյանքի որակը մարդկանց այս որոշակի այլ փոփոխություններով եւս իրականացնեք։ Այստեղ շատ կարևոր է հասարակության ընդհանուր վերաբերմունքը։ Երբ մեզանում ես կարծում եմ, որ ընդհանուր վերցած գուցե փակ ընտանիքներում երբեմն այո, բայց ընդհանուր հասարակությունում վերցրած նորմալ չէ բռնությունը։ Սա շատ կարևոր է։ Այսինքն եթե դա նորմավորված չէ, իսկ տարիներ առաջ մենք այդ փոփոխությունը դեռ չունեինք։ Ես կարծում եմ, որ սա եւս կարևոր ցուցիչ է այն բանի, թե ինչպես ենք մենք փոխվում։ Այսինքն երբ մարդիկ նույնիսկ, այսպես ասեմ, պիտի զսպվածություն ցուցաբերեն հանկարծ բռնության մասին խոսելիս, բռնության կոչեր անելիս կամ նորմալ համարել, որ ասել դե դա իր ընտանիքն է, իր խնդիրը։ Այսինքն այսօր արդեն գիտեն, որ այդպես չի եւ նույնիսկ չի կարելի այդպես արտահայտվել։ Ես կարծում եմ, որ սա է կարևոր հասարակության մեջ, որ դա չնորմավորվի։ Իսկ մենք կարծում եմ այդ փուլը գրեթե հաղթահարել ենք, չեմ ասի ամբողջությամբ, բայց հաղթահարել ենք եւ գիտենք, որ ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական բռնությունը ընդունելի չէ, եթե նույնիսկ խոսքը քո ընտանիքի մասին է, ընտանիքի անդամի։ Եվ վերջում կցանկանայի ձեր հորդորը այն անձանց, որոնք բռնության են ենթարկվել, ձեր նշած ցանկացած բռնության, բայց միևնույն է հապաղում են եւ այդքան էլ ռիսկ չեն անում, որպիսի բարձրաձայնեն իրենց խնդրի մասին, նախընտրում են մնալ իրենց պարփակված իրենց խնդիրների հետ մենակ։ Ես կուզեմ հրապարակել նաև թեժգիծը առիթից օգտվելով 099 88 78 08 հեռախոսահամարին կարող են զանգել։ Այստեղ շատ կարևոր է, որ մարդ իմանա ինքը մենակ չէ։ Ընտանեկան բռնությունը կարող է պատահել յուրաքանչյուրի հետ եւ բազմաթիվ են այդ դեպքերը Հայաստանում։ Ես վստահեցնում եմ, որ բոլոր անձինք կարող են պաշտպանություն գտնել եւ պետությունը իրականացնում է ծրագրեր, քայլեր
այդ պաշտպանության ուղղված, կան հասարակական կազմակերպություններ, որոնք աջակցում են, որոնք կարող են հոգեբանական աջակցություն ցուցաբերել, կա իրավապահ համակարգը, կան որոշումներ կայացնողներ, որոնք կարող են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Իմ կարծիքով ամենակարևորը, որ հիշեն իրենք մենակ չեն։ Բոլոր մյուս խնդիրները լուծելի են, ցանկացած խնդիր լուծելի է եւ նույնիսկ այն խնդիրները, որոնք իրենց թվում է թե այլ ելք չկա պարզապես եւ իրենք չեն կարող դա հաղթահարել, վստահեցնում եմ, հավատացեք ձեր ուժերին, դա կարելի է հաղթել։ Լինել տեղեկացված, կլինել նաև պաշտպանված եւ եւս մեկ կարևոր մի բան, երբ դուք նշեցիք, որ վիրավորող կանայք եւս ունեն խնդիրներ, կարծում եմ յուրաքանչյուրս նաև ունենք հոգեբանի կարիք, այս պարագայում շատ կարևոր է, շատ հաճախ թերագնահատում են, բայց այդուհանդերձ ճիշտ զրույցները կարող են բերել ընդհանուր հայտարարի եւ հոգեբանական կայունության, որն էլ իր հետ կբացառի բազմաթիվ բռնության տեսակներ։ Հիշեցնեմ, հարգելի ռադիոլսողներ, իմ զրուցակիցն էր նախագծի հեղինակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Զարուհի Բաթոյանը։ Շնորհակալություն Տիկին Բաթոյան։ Ես եմ շնորհակալ։ Մանրամասներ ներկայացնելու համար մնացեք հանրայինի հետ։ Քո ձայնը